Բարի երեկո սիրելի հերոստող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMGA հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Նախքան մեր ծրագիրը սկսելը գուզեի անպայմանորեն նաև հանուն մեր հարավային Կալիֆոռնիա հայկական քաղաքի հայկական համայնքի կողմից շնորհավորել, որովհետև այսօր արևամուտքին գտոնեն հрьяաները իրենց նոր տարին։ So, my dear friends, on behalf of the Armenian community here in Southern California, we wish you a Happy New Year because, as you all know, today after the sundown, it was the New Year, the Jewish New Year called Rosh Hashanah, and we like to wish you or wish all the Jewish friends a Happy New Year. Shana Tova Emalach, and may God bless the city, Jerusalem, Jerusalem, and may God grant heavenly peace to everybody who domicile in Jerusalem, because as in the Bible says, God promised Abraham to be the father of all nations. So therefore, we wish that one day, and this day should come soon, to be free of any kind of conflict, and no more war, no more sorrow, no more any kind of conflict in that region. Ուրեմն սիրելի հերոստայտող բարեկամներ, այսօրվա մեր ծրագիրը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, որ եթե մեզ կհետևիք շաբաթներ շարունակ եւ այսօր երրորդ մասն է։ Բարձրապես հիշեցման կարգով ասեմ, անցյալ շաբաթ հանցինս Միրան Խաչատրյանին հետսեր իմ դաղավարի հյուրներ, որ ինքը ընդհանուր պատասխանատուն էր Գլենդելի Վերդուգո парքի մեջ կայանալիք, որ կայացավ, ավելի ճիշտ կայանալիք Հայաստանի Հանրապետության անկախության տոնակատարության կամ փառատոնին։ Պետք է ասել, որ մեծ ուրախություն եւ պատիվ էր իմ համար միասին լինել հայ քաղուտի հետ, հայ համայնքի հետ, որոնք գրնամսել շատերը, քուցեև 90%-ը ներկաներուն, բոլորնալ AMGA հրուստանգերության հետևորդներ են, Երգրբակու պարը չեմ սիրեր օգտագործել, որովհետև երգրբակել միայն մենք Աստուծո երգրբակ ենք։ Մենք ուրիշներուն մարդ արարածներուն չենք երգրբակել։ Շատերը մոդեցան ինձի, որ ասին, «Օ, մենք ծեր երգրբակ ունենք», ասի չէ։ Դուք իմ երգրբակուները չեք, դուք Աստուծո երգրբակուներն եք, մեր ծրագրին հետևորդներն եք։ Եվ շատ Քեղեցիկ ցևով նաև արտահայտվեցան մեր լուրերու բաժնի ընդհանուր պատասխանատու Գարինե Կեպենյանին եւ ասին, որ մենք շատ կհարգենք եւ կսիրենք նաև այդ ծրագիրը։ Եվ ես շոյված զգացի, անկեղծ պետք է ասեմ, որ շատեր, ոչ թե մեկ երկու չհաշվեցի քանի, բայց եւ այնպես շատեր մոտեցան, շնորհավորեցին Օրվա հանդիսավարության մեկ մասը, որ ես կվարեի ծրագրին եւ նաեւ հիշեցին AMGA հերոստանգերությունը եւ այստեղ նաեւ լուրերու բաժինը։ Իսկապես, որովհետեւ այս ամենը երբ որ դու կկատարես սիրահորշար, անշահախնդիր, առանց ովևէ մեկ թեմը մի բան սпасելու, երբ որ ժողովուրդը դա կքննահատե, գզկա եւ կքննահատե, որպես մենք մարդ արարածներ լավ գզգանք եւ դա արժանի է ինչպես Սաղմոս 2:90-րդ Սաղմոսի մեջ կսե ուրախացիր երբ կգովափանես Աստծո So երբ որ մարդ
կչատագովի իր մաքուր բարի աստվածահաճո ժողովրդամետ կորձին դա օրհնություն է եւ տարիներ շարունակ երբ որ մենք այս ծառայությունը կմատուցենք մեր համայնքին ոչ թե միայն հարավային Կալիֆոռնիա իհարկե համայն ցանցերով համայն աշխարհի եւ ես հավատացեք որ զարմացել էի թե ինչպես AMJ հերոստանգերության ծրագիրը լա Վիեննա Թիդեցի սովորական հերոստատեսությամբ այնպես նաեւ Հայաստանի մեջ ասկան չեմ ուզել ասել որ ինքնակողություն է բայց պարզապես լավ գզկանք եւ մարդիկ կնահատեն քո բարի անշահախնդիր աշխատանք վերադառնալով Հայաստանի անկախության դոնին արիթով այսօրվա մեր ծրագիրը վերջինն է եւ երրորդն է ու վերջինն է անկախություն տեսեք սիրելիներ մարդ Արարածը երբ ստեղծված է հիմա թե սուրբ քրային ցևով եթե գուզեք որևէ մեկ քիդական քետնի վրա նույնն է մարդ Արարած գոչված այն Արարածը աշխարհի մեջ որ Homo sapiens-ից առաջ նեանդերթալերներն էին, որոնք մարդամոդիկ, այսպես ասած, արտաքին ունեին, բայց եւ այնպես իրենց ուղեղը շատ փոքր էր։ Իրենց հետո որ հարաճած է, ասենք, քիդական քետնի վրա գսեմ իհարկե այս բոլորը, դա Homo sapien-ն է, որ մարդ Արարածն է, որ ունի հոգի, որ ունի միտք, որ ունի թատողություն եւ այլն եւ այլն։ Այս շրջանեն ի վեր մենք կտեսնենք հարաճ խաղացում շրջաններու եւ ավելի ճիշտ այսպես ասած իրենց բնակավայրներու յուրացում եւ պահպանում այսինքն ինչպես որ գենթանիները իրենց շրջանը turf գոչվի բաժին շրջան եւ բոլորը գիտեն որ այս ասենք եթե երթակ ապրիգյան որևէ մեկ սավանատեղ կտեսնենք փիղերը մեկ մասն են, զիբրաները մեկ մասն են, չիտաները մեկ մասն են, արյուզները մեկ մասն են եւ ամեն մեկը ունի իր տարածքաշրջանը, որ չի թույլատրել, որ ուրիշ կենտանիմը կա եւ առնի։ Դա մարդկային նաեւ մենք որպես թակադրությունը ստեղծագործության կենտանական աշխարհի մենք այդ շրջանը որտեղ որ ծնած մեծացած ենք այնտեղ որտեղ որ գանք որտեղ որ պատմականորեն մենք միշտ եղած ենք դա եղել է մերը եւ այդ կոչվել է հայրենի այդ կոչվել է քոնը ու այդի գրծած ենք ոչ թե միայն ուժով առնել ուրիշեմը ինչպես շատ հաջող թշպախտապար 40-ական 50-ական թվականներում պատմությունը գուզեին մեզ անպայման ասել որ մենք հայերս թրսից եկած մեր հողի վրա իշխելու ուրարտացիներին փնաչնչերենք ոչ մեկ ուրարտացի չմնացած մենք այդպես փարփարոս ազգ եղած ենք որ փնաչնչած ենք եւ իրենց հողերը արած ենք ու մենք այնտեղ նստած ենք սիրելիներ սա սխալ է դա այդպիսի բան չկա որովհետեւ եթե գուզեք այսօր ես չեմ եկած բատմապանական հայ ժողովրդի պատմությունը եւ նաեւ երկրի պատկանելությունը, որ երկիրն է եւ այլն, այլ բարձրապես գուզեմ ասել, որ թրսում շատ սխալ ինֆորմացիաներ կան, շատ տեղեկություններ կան, սխալ, այդ սխալին քերի մի թարնակ։ Երբ որ կփանակ ծեր սոցցանցերը, լա Instagram, լա Twitter, լա Facebook եւ այլն, այնքան սխալ դեղեցություններ կան, որ
հալված յուղի պես մի ընդունիք։ Բայց օրինակ մասեմ ցեզի, որ երբ գուսումնասիրվեր լեզուները, ասենք հնդեվրոպական լեզուն, կամ շումերական լեզուն, այնտեղ այնքան հայկական արմատներով բարեր գտնվեց, որ մարդիկ զարմացան։ Ես այսօր չեմ խոսիր 18-րդ, 19-րդ դարու գերմանացի լեզվաբաններուն, որոնք կհաստատեին, որ աշխարհի լեզուն սկսած է հայերեն լեզվից։ Նորեն գսեմ, իմ նպատակս այսօրվա բարձրապես անկախության մասին է։ Ուրեմն այդ լեռնաշխարհը, որ հայկական բարձրավանդակ կոչվի, Արմենիա Հոխլանդ առաջին անգամ Բուշհաուզենն է որ գործած է 18-րդ դարուն Armenische Hochland, the Armenian Highland, հայկական բարձրավանդակ։ Այստեղ է որ սիրելիներ ոչ թե միայն սուրբ քրային բացատրությամբ գուզե ասել, որ Նոյը պատրաստեց իր տաբանը եւ 40 օր 40 գիշեր անցրել են յետք, տաբանը հանգստացավ Արարատ լերան վրա։ Եվ շատ մարդիկ կսեն, որ Արարատ անունով տարբեր երկրների մեջ տարբեր լերներու անուններ են։ Հոնալ չեմ ուզեր երթալ, այսօր գուզեմ մնալ մեկ նյութի մասին անկախության մասին։ Ուրեմն հայ ժողովուրդը իր հողին վրա հավատարիմ գտնվել է դարեր շարունակ։ Իհարկե, մենք բոլորս գիտենք պատմությունը եւ շատ լավ գիտենք թե ինչ պատահեր է մեզի։ Կրնանք մենք օգտագործել տարբեր պատմաբաններու աղբյուրները, կրնանք օգտագործել մեր շատ սիրելի պատմաբան հայրը, պատմության հայրը Խորենացին, բայց եւ այնպես նորեն կուզեմ ասել, որ հայ ժողովուրդը հավատարիմ գտնված է իր հողին, իր երկրին։ Բայց դժբախտաբար աշխարհի օրենքը այն եղած է եւ է, որ զորավորին է իրավունքը։ Երբ մենք եղած ենք զորավոր եւ գրծած ենք ցերկ բերել շատ հողամասեր, երկիրներ, քաղաքներ, չենք զսպած, չենք նեղացրած, այլ ընդհակառակը դեղական մշակույթը, դեղական քեղարվեստը ընդունած ու ջոխացուցած եւ շատ հաճախ նաեւ տարած ենք մեր երկիրը որբեսի մենք սորվենք։ Նկատի ունիմ ինչպես Մեծնդիկրանի արշավանքներուն մեջ Մեծնդիկրան այդեղ հստակ ցևով կհիշվի, որ ինքը շատ մարդիկ գրծած է Բաղեստինեն եւ միջեկրական ծովու շրջանեն մարդիկ հետը դանիլ Հայաստան եւ այնտեղ իհարկե ով որ հետը կացած է իր հետ տարած է իր մշակույթը իր լեզուն եւ այլն եւ այդտեղ ցևոմը գրծած է տեղացիներուն նորություն ներկայացնել շատ հաճախ գիտեք ինչպես գլսեմ որ մարդիկ մեզ հայերս ցևոմը գահարմարցնեն կամ գհետևացնեն օդար ազգերու օրինակ համար վստահ եմ դուք ալ ինձպես շատ լսած եք որ գսեն տեսեք հայերը ասանք են բայց հրյաները այսպես են տեսեք հայերը ասանք են բայց թուրքերը ասանք են եւ անցյալները մեկը կարծես թե մեծ փիլիսոփայությունը ըրած է եւ ինձի կբացատրեր թե թուրքը ինչքան քաղաքագետ է իսկ մենք հերու ենք քաղաքագիտությունը սիրելիներ տարիներ շարունակ ես եթերում
միշտ էլ ասած եմ, այն նյութերը, որոնց ես մասնակետը չեմ, ես իրավունք չունիմ այդ նյութի մասին, ինչ որ չեմ գիտեր, գարձիկ նույնիսկ հայտնելու։ Եվ հբարդությամբ կրնամ ասել շատ ոլորտներու մեջ ես անդեղյակ եմ։ Իմ երեխաները, թեկուզ իմ կինը ինձ մեն լավ գիտե ինքնաշարժներու մասին։ Իմ երեխեքը կամ իմ ընկերները դուն սարքելու մասին, շինարարության մասին 1000 անգամ ավելի լավ գիտեն, քան թե ես չգիտեմ։ Եվ ամոթ չէ որ ասեմ, որ ես չգիտեմ այդ ոլորտի մասին եւ կարծիք իրավունք չունիմ հայտնելու։ Բայց ահավոր գնեղանամ, երբ մարդ, որ հայոց պատմութենեն գաթիլ մի իսկ չգիտի, աշխարհակութենեն գաթիլ մի իսկ չգիտի, Պերանը այսպես հսկայական գփանա ու գսկսի կարծիքներ հայտնել, նախ կզարմանամ, հետո նույնիսկ գբշկամ ասելով, որ how dare you, ինչպես կրնաստուն, որպես հալած ջուղի պես, այնպես մը բացատրել կարծես տետուն դրա մասնակետներ։ Ինչի մասին է խոսքը, որտեղ անցյալները ինչպես ասի, ընկերներ են մեկը կամ ծանոթներ են մեկը, ասա թուրքերը շատ քաղաքակետ քանթեմ մենք։ Այո։ Ասեմ թե ինչու։ Քաղաքակետը լալ կնշանակի դու նախ պետք է պետականություն ունենաս, որովհետեւ կարենաս այդ պետականությունը հարաճ տանելու ճանապարհին քաղաքագիտություն ցերկ բերես, չէ՞, politics, ցևոմ կարենաս գիտնալ թե ինչպես պետք է նավարկել այդ երկրի ուղղությունը։ Մենք, եթե չեք գիտեր, ասեմ, մեր վերջին թագավորը Լևոն Լուսինյանը 1375 թվականի ապրիլի 23-ին, այսպես կսե հայր մեր Մխիթարյան, Վենեդիգի Մխիթարյան կամ հիմա արդեն Վենեդիգ Վիենա չկա, մեկը Մխիթարյան, մեր Մխիթարյան վարտապետները պատմիչներ են, հայր Վահանը, որ ինքը գրծած էր մեզի բացադրել, թե այդ օրվնե մենք չենք ունեցած պետականություն եւ երբ որ պետականություն չունիս, ինչպես կարենաս փամը չունենալով ցերկ բերել գիտելիքներ։ Իսկ թուրքը, որ մնացորդն էր մոնգոլյան արշավանքներու թափթփուկներ, չէ՞, ասենք մաղի մեջ այսպես շաղելու ժամանակ, քանի մը գաթիլ դուրս կուքա այդ ծորենը եւ գինակեդին դերմը այդ թափթփուկներ, որ գրցան շատ շուտ, շատ կարճ ժամանակի մեջ զորանալ, հզորանալ եւ 1453 թվականի մայիսի 29-ին գրավեցին Կոստանդնուպոլիսը եւ համարյա այդպեսով վերջ տվին բյուզանդյան կայսրության։ Եվ ադիգա չերփավեր արշավեցին Եվրոպայի մեջ մինչև հասան 1683 թվականին Վիեննայի Ավստրիո գայսրության մայրաքաղաքի թռները։ Իսկ հարավի կողմից միջակետ եւ եկան հասան հյուսիսային Աֆրիկե ու այդտեղ լրիվ գրավեցին Օսմանյան կայսրությունը սիրելիներ, տեսեք ավելի քան 500 տարիներ քոյատևեցին, 500 տարվա ընթացքին ահագին գիտելիքներ ցերկ բերին, մենք որ 500 տարի չունեցանք պետականություն ու հերու մնացինք իշխելու քաղաքականութենեն, այնպես թուրքերը ցերկ բերեցին գիտելիքներ քաղաքականության մեջ։ Եվ զարմանալի չէ, որ այո, թուրքերը անկախությունը ավելի լավ գիտեն ինչպես գարավարեն, քան թե մենք։ 1991 թվականի սեպտեմբերի 22-ին հաշիվ վերեք,
Ետ վերադարձեք մինչև երթալ 1375 թվականը, գիտեք քանի տարի է, 616 տարի։ Երևակայեցեք 616 տարի մեջ տարվա ընթացքում մենք մեկ անգամ 1918-ին նոր ժողոբրած, նոր արյունակամ եղած եղերնեն դուրս եկանք եւ կարծես թե քաղաքագիրտ աշխարհը շնորհեց մեզի հողամասը, հողագույտը, ասելով որ կացեք ապրեցեք որպես ծեր երգիրը, ծեր հայրենիքը։ Եվ այդ հայրենիքը ինչ որ դրվեցավ մեզի, հավատացեք որ 1/4-ն էր այն հայրենիքին, որ մենք միշտ ունեցած ենք։ Բայց այդ երկար չդվեց, որովհետև սովետական միությունը երբ կազմվեց Կովկասին մեջ, մենք ալ նաև մաս կազմեցինք, ուզենք թե չուզենք, եւ այդպես շարունակվեց մինչև 1990 թվական օգոստոսին, որ գրցան ընտրությունն էլ եւ 1991 թվականի սեպտեմբեր 21-ին հռչակվեցավ ազատ եւ անկախ Հայաստան։ Այս տարի մենք կդոնենք կամ դոնեցինք 34-րդ դարին անկախ լինելու ու տեսանք թե ինչպիսի դժվարությամբ ցերկ բերինք եւ ունենք այսօրվա մեր հայրենիքը։ Ես նորեն գսեմ, չեմ ուզեր քաղաքականացնել, որովհետեւ այս օրերուս հավատացեք, մի նախատասություն որ գսեք, քիդուններ, որոնք Facebook-ում նստած կսպասեն ինչ որ մեկը բան մխոսի եւ դուք կարողանաք որբեսի շտկե ինքը իմաստուն է գիտե փոխանակ մենք լսենք սորվինք այլ կսպասենք ինչ որ մի հատ նախատասության մի բարի թեգուս որբեսի մեր գիտելիքները մեր փիլիսոփայությունը ասենք խա ինչ կսես սխալ ես ասե ճիշտը մի հատ լսենք տեսնենք թե ինչ է ճիշտը կամ արդյոք իմ ճիշտը քո ճիշտն է կամ իմ ճիշտը քո սխալն է եւ քո ճիշտը իմ սխալն է ինչ որ է ուրեմն վերադառնալով անկախության մասին ասեմ սիրելիներ այն անկախությունը որ մենք այսօր ունենք շատ դժվար ցերկ բերած ենք հազարավոր հերոսներու արյունով քնված է այս անկախությունը եւ անկախությունը ազատությունը սիրելիներ աստվածաշնոր իրավունք է անկախությունն ու ազատությունը աստվածաշնոր իրավունք է ինչպես Նալբանդյանը գսել ազատն աստվածայնորից երբ հաջեցավ շունչ փչել իմ հողանյութ շինվածքին կենտանություն բարգեւեց եւ այն տածար մի մանուկ երկու ցերկս բարձեցի եւ իմ ողջիվորով ազատություն կրկեցի այո սիրելիներ ազատությունը աստվածային շնորհք է դրված մարդկության եւ մարդը դժբախտաբար հարկը չգիտավ անկախության ազատության ու շատ թյուրությամբ դուրսը ավելի հզոր ավելի զորավոր ավելի անձնական շահերով դոկորված բեդություններ իրարու միսկուտեն իրար գճարտեն իրար գփշրեն բարձապես 1 մետր երգիրմը առնելու համար այն հավասիկ աչքերնից բացեք եւ տեսեք ամբողջ աշխարհը այսօր Իսրայելի մեջ պաղեստինցիները եւ հրեաները հարյուրավոր տարիներ շարունակ միշտ եղած են հաշտ ապրած են բայց եւ այնպես 1948-ին երբ հիմնվեց Իսրայելյան պետությունը եւ ոչ մեկ ցևով չկոհացվեցավ տեղացի պաղեստինցիներուն եւ արաբներուն այսպես ասած եւ այդպեսով մինչեւ այսօր կա
անթինքացեք իռլանդացիները անգլիացիներուն հետ միշտ ունեցած են նույն սխալները, նույն պատմությունը եղած է Սալվադորի մեջ, նույնը եղած է Աֆրիկյան երկիրներու մեջ, Սոմալիայի մեջ, եղած է Դարֆուրի մեջ, որ ահագին քրիստոնյաներ մերած են եւ այլն։ Տեսեք սիրելիներ, այստեղ գալիս է այն հունարենով եւ կամ ավելի ճիշտ թարգմանենք լատիներենի գլա մարդը մարդուն homo homini կամ homo homini lupus est մարդը մարդուն գայլ է տեսեք սիրելիներ գայլը ինքը կփարադե քիմացինը եւ իր ասես քայլագիցը կամ ասենք իր դեսագետ իր դեսագը գքանդե բարձաբես վրեժ առնելու համար իսկ երբ որ ուրիշ կենթանի մը գհոշոտե բարձաբես ուդելու գշտանալու համար իսկ միայն քայլն է որ իր դեսագը կսպանե իր անձնական շահերու կամ իր հաճույքի համար անդոր համար է որ գսվի ռոմեացիները գսեին homo homini lupus est մարդը մարդուն գայլ է մենք պետք է իսկապես խոնարհենք այն բոլոր հերոսներուն, որոնք այսօր գննչեն երապլուրի մեջ եւ իրենց կյանքովը ցերկ բերին այն անկախությունը, այն ազատությունը, որ այսօր այս վարյանին Երևանի փողոցներուն մեջ մարդիկ գրնան հանգիստ նստիլ եւ սրճել, որովհետեւ իրենց այս ազատությունը մարդիկ քնեցին իրենց արյունով, իրենց կյանքը զոհելով։ Այս է անկախությունը սիրելիներ։ Եվ այն անկախ երկիրը, որ մենք ունենք, հարկը գիտնանք, հոգ տանենք եւ չթողնենք, որ ովևէ մեկ ցևով այս անկախությունը, այս ազատությունը մեր ցերքեն առնվի։ Եվ պատմությունը ցույց տված է մեզի տարեր շարունակ, որ շատ հանգիստ զորավոր ինչպես անհատով, անդամներով, կամ զորքով, կամ փողով, այսօր եթե 3 միլիոն է Հայաստանը, 10 միլիոն է Ադրբեջանը, միլիոնավոր է, չգիտեմ, 60-70 միլիոն է Թուրքիան, որտեղ այնքան օրական կաջին բաներու պես, դարականներու պես հաշիվը չեմ գնար պահել։ Եվ այս երկու հրեշներուն մեջտեղ այդ մի բուջուր հողագերդը, այդ փոքրիկ ամբողջ համաշխարհային քարտեզին վրա գետմը, որ մենք Հայաստան կոչենք, հարկը գիտնանք, արժեքը գիտնանք, պահպանենք մեր աչքի լույսին պես, որովհետև սիրելիներ, վաղը մյուսօր, ինչ պատճառներով, ամեն մեկը մեկուն ասելով տուն, թավաջանես տուն, հող դվերես տուն, ասրած տուն, ադրած քննադատելը հեշտ է, քննադատելն է ճիշտ, սիրենք մեր հայրենիքը, պաշտպանենք մեր հայրենիքը եւ աշխարհով մեկ եթե 10 միլիոն ենք, ամեն մեկս եթե մեկ աղյուսը Հայաստան դանի, մեկ աղյուսը հետը դանի շինելու շինարարության, մենք կունենանք փերթաքաղաքներ։ Ամեն մեկս եթե մեկ աղյուս տանի։ Ուրեմն սիրելի հեռուստայտող բարեկամներ, կշնորհավորեմ մեզ բոլորիս Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին առիթով, դա Աստված, որ մենք բոլորս ավելի ջող, ավելի քեղեցիկ, ավելի լուսավոր դոնենք կալդարի Հայաստանի Հանրապետության 35-րդ ամյակը։ Եվ այսպես սիրելիներ, ցտեսություն ցես բոլորին,
կմաղթեմ երկար երջանիկ տարիներ մեր հայրենիքին, պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Ցտեսություն։